Ինչ ընտիր եղանակա հավեսին, հլը նայեք, եկել էի սալոն, գործեր ունեի, վերջացրեցի, սալոնս Լիլիտոն, հենա ժողովուրդ ջան, գրածը, հեչ որ չլնի Yandex Market-ով կգտնեք մեզ, բայց երկու գժուկներին դուս եմ եկել, տեսեք ինչ եմ տեսել, երկու գժուկներ, նստած էիր, խիվեր կացար, Արա ես աղջի եսպես արածա երևի աղջիկ ես տղա ես երկուսին իրար հետևից ընգած ինչ սիրունա չէ իրանց բաների, փետուրների, գույների դասավորությունը վիճակներին Կրասետաժը Սիրելիներ ջան բոլորիդ մի անգամ եւս բարի լույս ասեմ Ավել ճիշտ սենց սկսեմ, ողջույն սիրելիներս, ինչպես եք, միշտ մենակ ձայնս եք լսում, ես ձևի խոսալուս ինձ դեմքով չեք տեսել Ասեմ, ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսենք մեր հերթական վլոգը ու նաև շարունակենք Եկել էի սալոն այսօր Այն որ ասма ոչ թե աշխատելու, այլ առաջին անգամ իմ համար Թարթիշներս կպցրեցի, չգիտեմ, աշկերս ջրակալվեց քամիամի կողմից Պետքա որ լավ լինի, ես հավանեցի, շատ թանձր չեմ կպցրել, շատ երկարներից չեմ կպցրել Շատ բնական սիրուն էր, հիմա այսա արևի լույսից ոչ մի բան չեմ տեսնում Այնքան ուժեղ ա լույսը, հասա մեքենային Շուտով սալոնում որոշ իրադարձություններ են լինելու Մի քիչ ասի ինձ տեսքս տեղը բերեմ Այդպես, թե չէ որոշել էի, որ ես թարթիշներ չեմ կպցնելու, վաբշե թարթիշներ չէի կպցնելու Մի տեսակ աշկերս ցավում ա հոգնելա Գեղեցկուհիս սպասում ա, աստե մի հատ բացենք, նստենք, ասում եմ, այս թաղամաս եմ գալիս, թե չէ Ինչքան ա կեղտոտ մեքենան Ահա, պուլտը չի աշխատում, բայց այսօր աշխատեց Վայ, ես ինչ շոքա մեջը էփոցա, արևի տակա եղե, ջերմաստիճանը ինչքան ա ցույց տալիս չգիտեմ, բայց խեղտոցա, եղանակը լավը, դրամատրությունը լավը, հավեսով գնանք տուն Սրտիկներ ջան, մեքենան միացրեցի, ինչքան էլ որ ճիշտ ա շոքա, թե ներսում, թե դրսում, մեքենայի մատորը պետք ա մի, ստից տականա, նոր առաջ շարժվենք, մազերս մի քիչ առաջ եմ լվացել Թարմացել ա, բայց որ չֆենեցի, նու ասենք ֆենովն են շատ չչորացրեցի մի տեսակ ծուրտիկ-մուրտիկ ա չորացել ինքն իրան, չնայած դե տենց ասոբը չեմ էլ ֆենում, թարթիշներս ինչ-որ բան անգել աշկիս մեջ, չուրեմ դրանից ա ջուր գալիս, դուք եք տեսնում, ես ակնոցներով չեմ տեսնում, չգիտեմ, պետք ա որ լավ լինի, գիտեմ, որ գրելու եք, որ շատ սիրուն ա, շատ լավն ա, նախորոք շնորհակալություն Եվ կիսվում եմ հերթականին վլոգով, իմ կյանքիս իրադարձություններով, այս քանի օրը մի քիչ հուզական օրեր պահեր շատ եմ ունեցել Այսօր Արսենջոյի ծննդյան օրն ա, արդեն 26 տարի ա, ինչ իմ զավակիս մաման եմ, կրկնակի մամա եմ դարձել Ուրախ եմ, երջանիկ եմ, որ նման լավ բալիկներ ունեմ, առավել ևս, որ գնահատող են, հասկացող են, հոգատար են, լավ մարդիկ են, լավ ընկերներ են, լավ երեխեք են, իմ երեխեք չեն, որ գովում եմ դրա համար, այլ որպես մարդու որակ լավն եմ միայն տվել այդ երեխեքին, որ կարողանան մեկ-մեկ դաժե բողոքում են, մամ դու нас слишком добрый, որ ասում ա դաստիարակել ես պետքա տենց չլիներ, ոնց որ մենք էինք մեր մամայից բողոքում Ինչ ասեմ, ամեկս ոնց կարացել ենք մեր երեխուն տենց ենք դաստիարակել Слишком добрый, слишком грубый, слишком չգիտեմ ոնց ուզում ա լինի ամեն ծնող ուզում ա որ երեխուն ամենալավը տա Գնամ տուն արդեն վերջացրեցի ստեղ գործերս այսօր երեկոյան նորից գործի եմ ավել ճիշտ ինչ երեկոյան կեսօրին էլի գործի եմ բայց տուն կհավաքվենք երևի երեկոյան հասմիկն էլ այսօր կգա մեզ կմիանա Արսենն էլ ընկերների հետ գնացել ա ընկերոջ դաչայում որպես նա պրիռոդե խորոված ան երեք ընկերով ոչ ավել մարդ չկա այդները չեն սիրում տենց տարժեստվենի անցյալ տարի 25-ամյակներ սիրուն կաֆեյում գնացինք բարեկամներով
Բարեկամ ասած թե քորս տալիքը ու իր մի քանի ընկերը տենց մեծ չնշեցին, ոնց որ մեր տանը պետք է նշեի տնստանա տենց ուղակի տունը որ ռեմոնտի տակ էր գնացին կաֆեում նստեցինք, թե չէ բարեկամություն շատ ունենք, մեծ հարազատություն շատ ունենք, պետքա բոլորին հրավիրեի, որ մեզ ծնունդ անեի, չեմ արել տենց ծնունդ չենք արել, ասենք տենց էլի։ Այս տարի էլ չեն ուզում, չեն սիրում երեխեքը, որ մենք իրան սնունդները մեծ նշենք, թե ինչ որ չափով դրության մեջ մտնելով, որ ֆինանսականը իդեալական չի, տենց որ կողմնակի ծախսեր դառնա, թե ուղղակի ինչ առիթով չգիտեմ, բայց մարդաշատությունը, այդ կարգի բաները չեն սիրում։ Ոնց որ անընդհատ ասեն մենք այդ տրադիցիաները, ձեր հին բաները չենք ուզում, էլի։ Այդ ինչ ա դա, ինչի համար, զաչեմ, բան, դες բաներ են, երեխեք են, եթե չեն ուզում, հիմա պարտադիր էլ չի։ Իրանց ծննդյան օրն է, ես ուզում եմ, որ իրանց լավ զգան, եթե իրանց ծննդյան օրը տենց են ուզում, ուրեմն տենց պիտի անցկացնեն։ Իրոք որ այդ հին բաները, որ ամբողջ բարեկամությունով լավ է, շատ լավ է, առիթ է բարեկամներով հավաքվելու բան։ Վերջերս մենք էլ էինք դաժե ծնունդի գնացել 18-ամյակի, շատ ուրախացանք, շատ շնորհակալ եմ, բայց երբեմն ասենք հնարավորության հարց է, էլ ինչ որտեղ չի ստացվում, իրար չի գնում։ Այդքանը առայժմ այդքանը կասեմ, տանը փոքրիկ տնստանա կհավաքվենք 4-ով, ծնունդ չենք արել։ Շատ ուրախ եմ երջանիկ, որ իմ զավակս ծնվել է, բայց այն որ ասма ծնունդը նշելով, հիշելով, չէ որ ես իմ երեխուն պետք է հիշեմ, սիրեմ։ Միշտ է ինքը իմ հետ, միշտ է իմ սրտում, միշտ է իմ կյանքում։ Այնպես որ այսօր այսքանը գնամ տուն, տեսնենք հետո ոնց ընթանալու օրը ձեզ հետ կկիսվեմ, գեղեցիկ վլոգ եմ պատրաստում։ Այսօր գտնվում ենք մեր շատ սիրելի լեգալամարտում, նայեք ինչ գեղեցկություն, հաճախակի sense կոմպլեկտներ են բերում խելքդ գնում խոհանոցային պարագաներ։ Продолжение или приложение? Подушки King. Այս նույնը իրանց постельный бельон, плед, а там голубой гуйнежна. Где это продолжение? Ой, еще такой комплект. Вишенки, летний комплект такой, вишня. И вот эс посудан вообще интерьер. Վիշնյա, ի тут բաժակները վիշնյայով սիրուն են, ապսեները, այս լավն են։ Скатерти тут еще вишенки, набор разделочных досок. Գնացինք, դրանք էլ իշկաստեր։ Մտանք ճանցսպանիչները ամենակարևորն է, մեր տան ճանցսպանիչի կռիվ էր, սա որ պապան ասում էր տանը խիչունեք, այս ձկնորսների բաժինն է։ Տիկին Հասմիկներ միշտ ասում որ սիրում եմ ձեր այս նկարահանումները խանութի, այս խանութի հենց։ Նայեք, ես էլ դաչնի սեզոնը բացվել է, ինչ սիրուն։ Այգիներում տեղադրելու համար ճուտիկները, ծիտիկները, չգիտեմ, այս սավան շատ հավանեցի բուն։ Գորտուկներ են, լեյսլյավն են, գունավոր ներկած սարկած։ Օխ, բայց մեկին հարցակվելով, այսի պլասմասա, նրանք գլինա են։ Какой? Դրանք տեսել եմ։ Ой, это какой красивый. Այս շլավներ։ Цинцуга, она ж светильник, это же не это. Լուսան փոփա։ Гирлянда со светлячками. Սվիթլիչկի, դրանք են բաներով ներևի, ցանով իզատերա, որ դնում ես լույսա տալ։ Просто гирлянда. Գիրլանդ է։ Красота. Սրանք են, բայց սրանք լույս չեն տալիս։ Ծաղիկներ են, թեթև մատերիալը շատ։ Իհարկե ոնց կարա լինի առանց մանուշակագույնի, երկու տեսակ կա դաժե մանուշակագույնը, մուգ եւ բաց։ Մեկ երկու երանգ ունի։ Այս կապույտ է իբր թե։ Մեր խոսքով գնացինք շարունակենք մեր օրը։ Այստեղ էլ արդեն լետնի SPF-ի բուտուլկի քաշարած։ Գնացինք։ Там էս էլ լողանալու բաները, բասեյնները, փչովի ծատերից նա, դարոժնի ամանչամանա, այս ինչ է ես։ Այսի բաժակ է երևի, պրոստը բրլոկի նման։ Հասես բաժակ է երևի։ Это порция специальность. Ինչա գրած, сильная и независимая. Уготовый танем. Ты считаешь, маме такой, да, человек?
Спасибо. Ах, что запись. Ես все-таки բացեցի, իմանանք ես ինչը, օբա, բաժակա հավաքովի։ Камеру прокинь. Камерան, պրատրության։ Ահա, սրան здесь ունեմ պլաստմասի ստաներ կա, դարոշնի են։ Օֆ, սիկամեցինք սավեչկա չկա։ Լավ, անցանք առաջ, էդ ինչա։ Ժամանակները հիշեցիր մանկական։ Պախոդի խորոված մորոված 20 ռուբլի։ Ցաղորը կորցրած ալում բանիցս։ Կարանդաշի, ինչքան ասես, ֆլոմաստերներ, ներկեր, մերկեր, այս հավանեցի ուղակի, ակուրատնի պուչր упаковки մեջ մարկերները, это не узис, это классявтик. Там ничего не видно. Почему у тебя Хоть глаз твои. белого сбит на телефоне? Не знаю, оно всегда в последнее время так, вот оно, Блогеры вот. делают. Так вот. Да, ինձ տուրեկավ, ցես պուչուրիկ упаковки մեջ, ցես պուչուրիկ сумки մեջ, բայց դե ինչ սա պետք է մարկերները։ Помню, у меня такой зеленый сейчас дома есть как раз. Знаете, просто անցնեմ հենց այնպես եմ ասում, ես չես կարա, նայեք ես ինչ եմ գտել։ Пальчики вверх. Ага, սենց անենք։ Որեն գրած է держатели для проводов. Հեռախոսի շնորհները держатель։ Վերջն են ինչ ասես կա սիրուն, սենց պուչուրի կալոսիկներ։ Պես կարելի է անտեսել նման բաժակները, հա, վիշնյաները, ինչպես միշտ, այստեղ լիմոններ, խաղողներ, նույնի իրենց բաժակները հետը սիրունիցին է։ Ամեն անգամ գալիս ես, թե մի նոր բան տեսականի լինում է, սենց։ Ինչ լավ հարմարավ էդ բան է, այսը չայնիկը, սենց մի անգամից բաժակի մեջ չայ է սարքեցիր, հանեցիր, բաժակի մեջից չայ խմեցիր и лавацар. Смотри, какой удобный чайник, Ась. Я их уже сняла. Я хочу, только не хочу таскать. Смотри, эту ставишь сюда, чайник заливала, потом сюда. Բաժակը խմեցիր, նորից լվացար դրիրեն դե։ Դե ինձ սիրելիներս, քանի որ երեկոյան ենք հավաքվելու, ես ու Հասմիկը մի քիչ մի լավ քայլեցինք փողոցներում, խանութներում, հետո կաֆե նստեցինք, մի բաժակ սուրճ խմենք միասին ու գնանք տուն։ Ամուսինս ու տղաս երեկոյան են գալու, կհավաքվենք։ Շատ եք հարցնում, ինչի համար է ծառայում այս հարմարանքը, օրինակ, երեկվա առած։ Ես ինչա կոչվում շավուրմեն տաքացնելու, որ երկու կողմ, նա ինչով այսով չխչխքան խրթխրթան շավուրմա է դարձել, տաքացնելու համար, կարտոֆիլը ծիպուլանելու համար, պիցան դե պարզա ինքը պիցայի աման է համարվում, մեջին ինչ ուզում ես սարքում ես, բելը ընտիր, շատ համով լավ տաքացրել է, իսկ որ տաքացնում եմ օրինակ, ես նույնը, ասեք համավացել է, ժարի տայեղն մեղացնում, այս նույնը որ տաքացնում եմ միկրովալնովկի մեջ չէ, հեչ համը լավը չի, փափկում ամի տեսակ, սկստեն նրանք ինչ ընտիրա համ մեջը ընտիր տաքացա, ոնց որ թազայպած լնի, համել սենց խրթխրթան է դարնում, ես սենց սիրում եմ, հույսին անեմ բոլորիտ էլ դուրա գալիս սենց մի քիչ էլ կողքի դնեմ, սենց կողքերի մասերը, մի քիչ փափուկ մասերը, բնդանա, չորանա, ես սիրում եմ որ չորոտ են լինում, այսպես, ու տեսեք ինչ ընտիր բանա դառնալու, խանենք մեջից որ թե մի կողմանի չորացած կլնեն, այստեղ դնենք մեկ, հաջորդես մեկը մի քիչ փափուկ ուտա, բայց թողնեմ չորանա, այ թափվեց մեջից, թողնենք մի քիչ ավելի լավ չորանա, այս մեկը արդեն չորացել է, համում տեսնում ենք մի բաժակ թանի հետ, որովհետև ծանր կերակուրը համարվում համարյա թե Այք ինչ սիրուն է երեկոյան Երևան, ոյ երեկոյան Լուբերձին, երեկոյան Երևան, մի հատ հաղորդում կարըտենց թե մի հատ կազետ կարըտենց են վաղտ կազետ, թերթ կար մի հատ կհիշեք, թե հաղորդում էր, չեմ հիշում հաղորդաշար էր, երեկոյան Երևան, ընց եմ սիրում ես գիշերային լույսերը, ուղտեր, կողտոյ արանքով ասում ես ամոնապեպ ես շուշեքի արանք, գնացինք, սիրուն, երկինք սիրուն, լույսերը սիրուն, հլա, ինչ սիրուն է,
ու պայծառ գիշերային լույսերը։ Живой съемка я его ասում ավելորդ բաներ էֆեկտներ չկա առանց վիդեո էֆեկտների նայեք ինչ սիրուն է երկինքը գիշերով մոյկա посуда мойка авто и мойка едет Ջան իմ հեռախոսը մենակ գիշերային նկարահանումների համար է երևի հասել եմ հայատ Հատ նայեք ինչ գեղեցկություն է Գիշերով ավելի սիրուն է այս վարդերի գույները երևում բնական գույները երևում քան ցերեկը Իրոք ցերեկը սկիչի էլ երևում գույները սենց սիրուն հլնայք այս ֆիալետովի վարդի համար խենթանում եմ ինչ հետաքրքիր գույն ունես բաց լիլովի ոնց ասեմ գույնը հերիք չի ամեն տարի սենց ծաղկում է մեզ գեղեցիկ սիրուն ուրախացնում շատ հետաքրքիր թերթիկների դասավորվածություն ունի շատ գեղեցիկ 3 տեսակ դեղին վարդ կաստե հլա ես մի վարդի թերթիկների դասավորվածությանը նայեք ինչ հետաքրքիր են չէ սովորական վարդերից տարբեր են այն մյուս վարդը լրիվ ուրիշ տեսակ է սորտը բայց մեկը դեղին չի մի տեսակ ոնց որ կրեմովի լինի դաժե շատ հետաքրքիր է բնությունն ինչքան գեղեցիկ է չէ հələ այս մեկի մոտիկացնեմ այս մեկի այս պուջուրի կնայեք մի քիչ մուքոտա բացվում են sense բացանում է գույները sense մեծ վարդեր են դառնում իսկ այն գիշերվա կեսին էլի սոմալյոտին որ բռնենք իմ հեռախոսը մի հատ տոճկա ցույց կտա մենակ դե գնացինք ոչի թռավ գնաց կորավ լույսերն ամենակ երևում Եք, այստեղից էլ սպիտակ վարդ, բայց դիտում պարզա չէ երևում, ցերեկ սենց չի երևում նկարածներս։ Գիշերվա ժամը 11-ը չկա դեռ, 10:30 դուրս եմ եկել։ Ավելի ճիշտ այս վարդից մեր մամայիս էլ ունի իրան հայաթում։ Այտենց սիրուն կանաչապատ գնանք այս սպաներն էլ տեսնենք։ Դրանց գույները այս տարվա ուրիշ են, հələ նայեք միշտ ֆիալետովի է լինում, այս տարի ռոզովի է ծաղկել, նայեք մոտիկացնեմ հələ, նայեք, ու փոքրացել են ծաղիկները, ամեն տարի մեծոտ են լինում, հələ նայեք ինչ գույնի են դարձել, ոնց որ անգույնացած լինեն, գույնը թափված լինի, տեսակա, կանաչը շատացել, նենց առատացել հավեսով, Սիրում եմ մեր հայաթի, իսկ նայեք, մենակ ստեղն է ցանկապատած, ես մի հայատնա սիրում, մեր կողմի, այն մյուս կողմը դաժե վառվել է, այս ինչա արե խոտերը չէ, այս բույսերը, այսել, խնձոր ուտելով տուն եմ գնում, նայեք, այս երկու թուպի տակը, թե ես ինչ են լծրել, ոնց որ հատուկ ինչ որ ժավելով վառած լինի, այս երկու թուպը 3 դաժե, 3 հատ թուպ սենց վառվել է, նայեմ, Ասեք սենց ես 3 հատը վառվել է շարունակություն նույն թուփից է ու կանաչ սենց երկար գնում են իսկ այդ 3 հատը վառած են այլ սիրուն լույսեր գիշերային Ես մի կեսը երևի ես մյուս պատիեզդին է պատկանում ես մյուս կեսը այն մի պատիեզդին է պատկանում ցանկապատել են մինչև ստեղ Եք ստե սիրուն սարքելն ես կոմեր вообще չեմ գալիս հələ ինչ սիրուն եմ Գիշերով ավելի գեղեցիկա գույները երևում Սենց այս կարգի տերևներով ծառերը աստե տնգած 3 հատ Գնացի տուն ժողովուրդ ջան շատ ուշադրես է շատ լավ է Մեր հայաթն էլ ծաղկազարչած սիրուն է Բայց շատ ուշ է ստեղի վարդերն էլ Չնկարեցի բայց դեմ Ոնց կարելի է այս գեղեցկությունը չնկարել Այդպես Խոսքով ու այստեղ հիշում եք մի շատ լիլիաներ են լինում նայեք այս տարի դեռ կոկոններ են լիլիաները նայեք չեն բացվելու ինչքան շատ կա մեր շենքի մյուս երեսին բացվել են արդեն ծաղիկները գնացի տուն ժողովուրդ ջան Пусть Аллегрова поет ինչ ալեր Скромный наш день рождения Яйцо вот тонем Ничего, мы тебя поздравляем, это домашнее видео я. С днем рождения. Пчи. Принтовый, ура, молодец.
На здоровье. Мишь, мысет лес, орох лес, урях лес. Арсен в обед родился. Ну, где-то после Чего время? Сразу на еду пришли. после 12:00. Ну что, покушаем? Մենք սիրելիներս, այսպեսին է լինում ծննդյան տոնը, երբ որ ծնողները երկուսն էլ աշխատում են առավոտից մինչև կես գիշեր։ Այսքանով ամփոփեմ հերթական վլոգս, Արսենիս մի անգամ եւս ասեմ առողջություն, շնորհավոր տոնդ եւ այդ օրը ովքեր ծնվել են, բոլոր նրանց տոնն էլ շնորհավոր սիրելիներս, թող մեր բոլորի երեխաները առողջ լինեն, Աստծո օրհնված լինեն եւ Աստծո աչքը միշտ իրենց վրա լինի, Աստված պահապան մեր բալիկներին։ Լավ մնացեք, լավ եղեք, միշտ նոր հանդիպում, գրանցվեք, լայքեք եւ մեկնաբանեք, չմոռանաք, միշտ սպասելու եմ ձեր հետաքրքիր մեկնաբանություններին։ Շատերդ կզարմանաք մեր սեղանի դատարկությունից, բայց ասեմ, որ երեկոյան գիշերվա ժամը 11-ն է, երեկոյան նոր հավաքվել ենք, Արսենն էլ իր ընկերների հետ արդեն իր ծնունդը նշել էր եւ տուներ եկել, չուզեցին, որ մեծ նշեին, այդպես էլ օրը անցավ։